Մարդու բնույթն այնպես է կառուցված, որ մենք ավելի շատ ենք սովորում, երբ տառապում ենք, այլ ոչ թե երբ մեզ մոտ ամեն ինչ հեշտ է։ Եվ դա չի նշանակում, որ ես խորհուրդ եմ տալիս ձեզ տառապել կամ նման ինչ-որ բան։ Ոչ, բայց ես կուզեի, որ մարդիկ հասկանային ահա թե ինչ։ Դուք միշտ կարող եք բարձրանալ։ Արժի հաստատ փորձել, որպեսզի մի օր սկսեք 0-ից կամ 1000 անգամ այնքան, քանի դեռ ողջ եք։ Եվ դա կյանքի ամենագլխավոր դասն է։ Այլ բառերով ասած, դուք չեք պարտվել այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում եք պայքարը։ Իսկ պարտվում եք, երբ դադարում եք երազել։ Պայքարել, երազել, հաղթահարել դժվարությունները, դրանում է կյանքի և մեր գոյության իմաստը։ Մեր կենսակերպը և մեր պատկերացումները արտացոլանքն է այն հասարակության, որում ապրում ենք։ Ես շատ եմ այդ մասին մտածել։ Ես գրեթե 10 տարի մեկուսացած եմ եղել մեկուսացման խցում։ Եվ ես մտածելու շատ ժամանակ եմ ունեցել։ 7 տարի անց եմ կացրել առանց որևէ գրքի։ Այնպես որ մտածելու ժամանակ ունեցել եմ։ Եվ ահա թե ինչ եմ հասկացել։ Կամ դուք երջանիկ եք, գոհանալով քչով, չծանրաբեռնելով ձեզ գեր չափերով, որովհետև երջանկությունը ձեր մեջ է, կամ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Եվ ես չեմ արդարացնում աղքատությունը, ես պաշտպանում եմ չափի զգացողությունը։ Այն պահից, երբ մենք հորինեցինք սպառողական հասարակությունը, մենք հորինեցինք ուղղակի չափից շատ ավելորդ կարիքներ և պահանջներ։ Մենք անընդհատ ինչ-որ բան ենք գնում, դեն ենք նետում։ Դա մեր կյանքի անիմաստ ծախս է։ Երբ ես ինչ-որ բան եմ գնում, երբ դուք ինչ-որ բան եք գնում, դուք վճարում եք դրա համար ոչ թե փողով, այլ վճարում եք սեփական կյանքի այն ժամերով, որոնք ստիպված եք եղել ծախսել վաստակելով այդ փողերը։ Տարբերությունը միայն նրանում է, որ այդ փողերով դուք երբեք ձեզ համար կյանք չեք կարող գնել։ Իսկ կյանքն անցնում է, և դա սարսափելի է, այդ կերպ ծախսել սեփական կյանքն ու ազատությունը։